Հաղորդումը սպասարկում է Renoir էլիտար համալիրը։ Հանդիպման վայրը Արև-Արտ ցուցասրահ։ Ժպիտ լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչն է ընկած մեր այսօրվա հյուրի հաջողության հիմքում, ապա կարող ենք միանշանակ ասել. հավատը եւ եւս մեկ անգամ հավատը, սեփական ուժերին եւ երազանքներին ապավինելը։ Դիմավորենք Աստղիկ բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Վարժապետյան։ Նվիրված է, կամեցող է շատ եւ մեկ շատ դրական հատկություն ունի, կյանքը դեպի լավը փոխելու մեծ հմտություն ունի, բոլորի կյանքը։ Բժշկ Վարժապետյանի վիրաբուժական որակի ապահովելը դա բրենդ է։ Աշխատում է չափազանց վտանգավոր գոտում։ Պարանոցի վրա խոշոր երակներ, զարկերակ շնչափող նյարդեր ու ածելու սայրի վրայով ամեն օր քայլել ու իր մոտ ստացվում է, դա փառք Աստծո, դա ստացվում է իր մոտ։ Շատ համբերատար կարող է լինել, վերին աստիճանի համբերատար։ Բժիշկ լինել դա առաքելություն է, մենակ մասնագիտություն չի, ես այդպես եմ համարում, ինքը որակով է կրում այդ առաքելությունը։ Իմ կյանքի ընթացքում իր տված խորհուրդները ամենաթանկագինն են եղել ինձ համար։ Ինքը իմ թիկունքն է։ Կան ընկերներ, որոնց ներկայության շնորհիվ դու ավելի պաշտպանված ես քեզ կողմ։ Եվ աշխատանքի վայրում, եւ աշխատանքից դուրս։ Կլինիկայում ես գիտեմ, որ ունեմ Վարժապետյան ընկեր, հրաշք մարդ։ Իրեն բարեությունը երբեմն անսահմանափակ է լինում։ Կարող է բարեգործություն անել եւ մնալ անհայտ։ Վարժապետյանի պացիենտներ իրան չեմ ուզի ասեմ, բայց համարյա պաշտում են։ Շրջապատում իրականում չկա տենց մարդ, որ բժշկ Վարժապետյանի հետ լավ հարաբերությունների մեջ չլինի։ Կան լավ հարաբերություններ եւ շատ լավ հարաբերություններ։ Չկա մեկը, որ ասի ես բժշկ Վարժապետյանին չեմ սիրում։ Եվ ես դրանից շատ այսպես հպարտ եմ ապրում իր կողքին։ Բարև ձեզ, պարոն Վարժապետյան։ Բարև ձեզ։ Մեզանում կան անուն ազգանուններ, որոնք ունեն բրենդի կարգավիճակ։ Այդպիսին է նաև Արմեն Վարժապետյան անուն ազգանունը։ Դուք շատ կարճ ժամանակում հաստատեցիք ձեր տեղը բժշկական համայնքում, որպես փայլուն վիրաբույժ, եւ այդ ամենը դուք արեցիք շատ հանգիստ, խաղաղ, առանց աղմուկի, եւ թվում է, թե դուք ընդհանրապես չեք մտածել այդ ընթացքում ձեր ստեղծելիք իմիջի մասին, պարզապես հանգիստ ձեր գործն եք ապրել։ Բրենդը մի քիչ շատ ճոխ կասեք, բայց ամեն դեպքում աղմուկի հարցը չի այնքան, ինչքան որ ուղղակի ես իմ աշխատանքն եմ արել, նպատակ եմ դրել ոլորտի առումով, հենց էնդոկրին վիրաբուժության ոլորտում աշխատանքներ կատարել եւ ոչ միայն պրակտիկ աշխատանքի մասին է խոսքը, ինձ շատ օգնեց եւ գիտական աշխատանքները, փորձի փոխանակում ամբողջ աշխարհի առաջատար մասնագետների հետ շփումը եւ իհարկե այդ գիտությունը եւ զուգահեռ դասավանդումը, դրանք բոլորը միասին երևի այդ հաջողության, եթե մենք այդպես անվանենք, գրավականն են եղել։ Ձեր մանկությունը անցել է, մանկությունը եւ պատանեկությունը մեր չնաշխարհիկ ջավախքում, Նինոց Մինդայում, եւ այդ տարիներին դուք մանկության տարիներին զբաղված եք եղել ֆուտբոլով, նաեւ ուսմանը զուգահեռ եւ բավականին լուրջ հաջողություններ եք ունեցել եւ թվում է թե պիտի ծնվեր արդեն հայազգի փայլուն մեկ ֆուտբոլիստ եւս, բայց ձեր բժիշկ հայրը եւ բանասեր մայրը դեմ էին դրան։ Միշտ դեմ էին, այլ ֆուտբոլի ապագայի մասին էր երևի խոսքը, այո, ես շատ հպարտանում եմ, շատ եմ սիրում իմ ծննդավայրը, Ջավախքը, միշտ պարբերաբար այցելում եմ, իմ ծնողները դեռևս այնտեղ են, այո, ապրում են այնտեղ, շատ մեծ հաճույքով եմ ես գնում, իմ ծննդավայր, շատ եմ սիրում։ Ինչ վերաբերում է ֆուտբոլին, դա երևի այդ տարիների զբաղմունքն է եղել, եղել եմ բայց լուրջ եք զբաղվում։ Եղել եմ, այ նաև պրոֆեսիոնալ
մակարդակի հասավ, ինչ որ մի փուլի, բայց հետո այնպես ստացվեց, որ բժշկությունը առաջնահերթ դարձավ։ Եթե ձեզ եւս մեկ հնարավորություն տրվեր երկրային կյանքի, դուք էլի կընտրեիք բժշկի մասնագիտությունը։ Այո, ինձ թվում է այդ այն բանն է, որ ես սիրում եմ եւ եթե աշխատեմ այդ ուղղությամբ լավ կանեմ դա, այո, ես երևի ելի նորից կընտրեի բժշկություն։ Մենք խոսեցինք ջավախքի մասին, հա, այն մանկության տարիների ամենավառ հուշը կա այդպեսին։ Հուշերը բազմաթիվ են, դպրոցական տարիները շատ աշխուժ եմ եղել, ակտիվ եմ եղել, սիրել եմ դպրոցը, ուսուցիչներին, իմ համադասարանցիներին եւ շատ ակտիվ, ուրախ կյանք եմ վարել այդ տարիներին, միշտ մեծ հաճույքով հիշում եմ այս տարի առիթ ունեցա այցելել 30-ամյակներ ավարտելու դպրոցի, մենք համադասարանցիներով ամբողջ աշխարհից հավաքվեցինք, Ֆրանսիայից, Ռուսաստանից, եւ բավականին մեծ հանդիպում տեղի ունեցավ եւ ոչ միայն այդպես ասած խնջույքատիվ, այլ նաեւ տրամադրությամբ, հիշողությունների փոխանակումով շատ հաճելի օր անցկացրեցինք։ Ծննդավայրի այդ հողը պարբերաբար այցելությունը ուժ է տալիս եւ այդ միտքը ինձ միշտ հետապնդում է եւ ես պարբերաբար ձգտում եւ կարիք եմ ունենում։ Վարժապետյան Արմենը իսկական ջավախցի է։ Իր բոլոր բացասական եւ դրական ով ոնց ուզում է գծեր, բայց դա իմ համար շատ մեծ արժեք է, որտեվ այդ իր որակը որպես մարդ բարձրացնում է։ Ունի շատ լավ ընտանիք, իր ընտանիքում էլ է նույն մթնոլորտը, այսինքն այն պապերից եկած փոխհարաբերությունները։ Դուք ընդունվեցիք Երևանի բժշկական ինստիտուտ, դարձաք ընդհանուր վիրաբույժ։ Ձեր առաջին վիրահատությունը հիմա հիշում եք։ Այո, իհարկե հիշում եմ։ Կատարել եմ ավակ վիրաբույժի օգնությամբ Սուրապինցից, այսինքն Որդանման ելունի բորբոքման կապակցությամբ էր կատարվել եւ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ այդ օրը։ Իսկ առաջին աշխատավարձը ինչի վրա ծախսեցիք, կհիշեք հիմա։ Այո, հիշում եմ, իմ հայրիկից նվեր եմ առել։ Ես կարծում եմ, որ այսօրվա բժշկությունը բավականին բարձր պահանջներ է դնում մասնագետների վրա, բժիշկների վրա նկատի ունեմ։ Այսինքն ինչ է նկատի ունեմ։ Բժիշկը պետք է ուղեցույցներով աշխատի, անպայման ընդունված միջազգային ուղեցույցներով։ Բժիշկը պետք է աշխատի իրեն վրա, կատարելագործվի, որ կարողանա ճշգրիտ աշխատի իր բնակավարում։ Այո, շատ դժվար է համապատասխանել այսօրվա պահանջներին։ Եվ եթե անդրադառնանք իմ ընկերոջ բժիշկ Վարդապետյանին, ինքը կակրաս կարողանում է ապահովել այդ բոլոր պահանջները, բարձր մասնագիտական կարողություններ, աշխատել իրեն վրա մասնագիտանալ եւ շատ ուշադիր վերաբերվել իրեն հիվանդներին։ Այն ինչին որ Վարժապետյանը հասել է, այդ իր նպատակասլացության շնորհիվ է եւ այսօր ինքը առաջատար մասնագետ է համարում այդ ուղղությամբ, մեծ գործ է արել այդ ուղղությամբ, էնդոկրին վիրաբուժության մեջ ինքը այսօր հասցրել է եվրոպական մակարդակի դա թող չափազանցություն չթվա, բայց ուղեցույցերով հստակ աշխատանքը ոչ մի բանով չի տարբերվում առաջ աշխարհի լավագույն առաջակարգ կլինիկաների աշխատանքից իր աշխատանքը։ Շատ գծեր կան իր բնավորության մեջ, որ ես կուզեի մոտը զարգացնեի, ամեն ինչ ինքը կարողանում է հստակ տեսնել, մենակ մարդիկ չէ ցանկացած խոչընդոտի ինչ որ հանդիպելիս արդարությունը մեկնաբանում են իրենց կողմից, իսկ պապան չէ միշտ sense մասնագիտական առումով թե քաղաքականություն, թե ցանկացած այլ թեմա, ինչ որ աշխատում է հենց արդարությունը մեկնաբանել արդարության կողմից, այդ որ ասում են շատ քննադատական մտածելակերպ, այդ հիմա մոդայիկ բառ է իրականում, բայց օրինակ ես իմ պապայի մեջ սիրում եմ այն, որ վերցնա պատասխանատվությունը իր վրա, այսինքն ես կուզենայի շատ զարգացնել այդ գիծը իմ մեջ։ Իրեն հետ աշխատելը շատ հանգիստ է, որտեղ ինքնին երբևէ չի լարվում որևէ իրավիճակում, անգամ էքստրեմալ պայմաններում, երբ որ անհետաձգելի միջամտություններ են պետք, սթափությունը չի կորցնում, ինչ որ շատ անհրաժեշտ գիծ է լավ վիրաբույժի համար։ Շատ վստահելի վիրաբույժ, ընդհանրապես մենք անեստեզիոլոգներս աշխատում ենք շատ խաղաղ, շատ հանգիստ այնպիսի վիրաբույժի հետ, ով տիրապետում է իր գործին կատարելապես։
ինչքան վիրաբույժը հմուտ է, այնքան անեսթեզիոլոգը խաղաղ է աշխատում։ Տեսնելով իր աշխատանքը, իր նվիրվածությունը իր աշխատանքին, ես նույնպես ցանկացա բժիշկ դառնալ, չնայած բոլոր բժշկության ասպարեզի բարդություններին, եւ ես մտածեցի, որ արժի դրանք հաղթահարել եւ դառնալ հայրիկի նման օրինակելի մարդ եւ նվիրված մասնագետ։ Ինքը հաջողացնում է ապահովել հոգատարության, մարդկային վերաբերմունքի եւ բարձր վիրաբուժական մակարդակի բժշկություն։ Ամենակարևոր գիծը Արմենի մեջ դա ազնվությունն է։ Մարդակենտրոն ազնիվ է ու շատ օգտակար մարդկանց համար։ Այդ իմաստով իր ուղղամտությունը ես շատ գնահատեցի մի քանի հանդիպումներից եւ հասկացա, որ մենք կարող ենք միասին մի ուղղությամբ նայել։ Դա նաեւ տեղագրական իմաստով շատ կարեւոր է, որտեղ մենք մի տեղից ենք, մի երկրից ենք, տեղագրությունը հենց տալիս է ծննդի իրավունքով տալիս է մեզ այդ մի ուղղությամբ նայելու հետաքրքիր իդեան եւ միավորելու իդեան։ Մենք միասին նույն ձևով, նույն չափանիշներով կարողանում ենք հեշտ ուրախանալ, նույն ձևով ենք տխրում եւ դրա համար այդպես ընտրությունը կանգ առավ իր վրա այդ պահին, բայց կարծում եմ նաեւ ճակատագիր էր։ Մարդիկ, անուններ, ովքեր կերտել են ձեր կերպարը, վիրաբույժի կերպարը, ուսուցիչներ ձեր ճանապարհին։ Իմ դեպքում մի փոքր երևի ուրիշ է, նախ ես ուսուցիչ վիրաբուժության գծով այդպես չեմ առանձնացնում, ես ընդհանրապես մտածում եմ ուսուցիչ եւ հենց այն ուսուցիչները, ովքեր ընդհանրապես մտածել են սովորեցրել, օրինակ ռուս ազգի շատ իմ կողմից սիրված ուսուցիչ ունեի, ֆիզիկայի ինձ դասավանդող ուսուցիչը, նա ասում էր կարևորը մտածելն է։ Ու հենց երևի սկզբի, այսպես ասած, ելակետը դա է եղել, որ ուսուցիչը պետք է սովորեցնի այդ տրամաբանությունը ճիշտ ուղղությամբ դնել, զարգացնել եւ հենց այդտեղից սկսենք, իսկ վիրաբուժության ուղղությամբ տարբեր ուսուցիչներ եմ ունեցել, ես երևի ավելի շատ կառանձնացնեմ այն ուսուցիչներին, ովքեր հենց էնդոկրին վիրաբուժության ոլորտից են ինձ օգնել, դա ցավոք Հայաստանից չեն, նրանք Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգյան հյուսիս-հարավային, այսպես ասած, կենտրոն կա, դա դաշնային Ռուսաստանի Դաշնության կենտրոնից է, այնտեղից պրոֆեսոր Սլեպցովը, Կրասնովը, Չեռնիկովը, նրանք շատ մեծ դեր խաղացին, հենց որպես էնդոկրին վիրաբույժ իմ դառնալու գործընթացում, եւ հետագայում արդեն շարունակվեց բազմաթիվ այլ մասնագետների հետ շփումը, իսկ ընդհանուր վիրաբուժության այլ վիրաբուժական մտածելակերպի զարգացումը դա կերտվել է մեր բոլոր հավաք վիրաբուժների շնորհիվ եւ այդտեղ կառանձնացնեմ մեր պրոֆեսոր Բարսեղանին Հայրապետ, ում հսկողության, ում խորհուրդներով հենց Աստղիկ բժշկական կենտրոնը այն ժամանակ Մալացիա բժշկական կենտրոնն էր, որ ձեր առաջին աշխատանքային հասցեն է եղել։ Օֆիցիալ աշխատանքն այո, մինչ այդ կլինիկական օրդինատուրան եթե չհաշվենք։ Դուք շեշտացիք Սանկտ Պետերբուրգը 2015 թվականին դուք մեկնեցիք Սանկտ Պետերբուրգ մասնագիտանալու, բռնելով նեղ ուղղություն էնդոկրին վիրաբուժությունը։ Մենք դա կարող ենք համարել վիրաբույժի կյանքում ամենահամարձակ քայլը եւ ձեր կյանքի ամենակարևորագույն շրջանին նախապատրաստվելը, պլացդարմ ստեղծել։ Այո, դա ճիշտ ասած ես համարում եմ իմ աշխատանքային գործընթացում ամենաբեկումնային, այսպես ասած, կետ, երբ որ այդ որոշումը կայացվեց, դա որոշում ուներ հիմք, որովհետև հենց նույն Ջավախքում շատ տարածված էր Վահանաձև գեղձի խնդիրը եւ պարբերաբար այդ խնդրին ավելի ուշադրությունը կենտրոնացվում էր, սեղառվում էր եւ կարիք եղավ պարբերաբար ուսումնասիրել այդ ոլորտը եւ այդ ամեն ինչը հասունացավ իհարկե, բայց միանշանակ որոշումը կայացվեց եւ
այդ որոշումը կայացած որոշման համապատասխան մեկնեցի արդեն նեղ մասնագիտացման ուղղությամբ։ Իհարկե ես մնում եմ ընդհանուր վիրաբույժ, պարբերաբար նաև վերահատում եմ ընդհանուր աբդոմինալ վիրահատություններ եմ կատարում, բայց ուղղակի ես վերջին տարիներին ժամանակը շատ քիչ է մնում հենց տրամադրելու ընդհանուր վիրաբուժական ոլորտին, որովհետև էնդոկրին ոլորտում այնքան աշխատանք կա անելու եւ պրակտիկ գործունեության տեսակետից եւ գիտական գործունեության տեսակետից, այնպես որ ես համարեցի ավելի ճիշտ կլինի անել այն բանը, որը պետք է մեկ բան անել եւ լավ անել։ Եվ լավ անել։ Վիրաբույժի ձեռագրի կերտման ճանապարհին կան դպրոցներ, որոնք կուզենայիք թվարկել, թե անունները, որոնք թվարկեցիք, բավարար։ Անունները, որոնք թվարկեցին, գիտեք, ինձ շատ դեպքերում իմ ընկերներ ասում են առանց ուսուցիչ վիրաբույժ ես դու, որ կոնկրետ իմ ոլորտի ես այսպես մեր Հայաստանի եւ վիրաբույժներից ամեն մեկից ինչ որ մի ձեռագրի նրբություն եմ վերցրել, այո, այս վերջերս պես առիթ եղավ մեր հարգարժան պրոֆեսոր Սուլտանյանի անոթային վիրաբույժ դուք գիտեք, ես հայրեն անուն։ Հիմա ասում եք չկան բրենդեր, բայց կան բրենդեր, բժշկության մեջ էլ կան։ Շատ հարգված ազնվորություն, մեկ հարցի շուրջ մենք քննարկեցինք, թեթև գաղունակությամբ արտահայտվեց, ասացի դուք գիտեք, որ դուք մեծ դեր եք խաղացել, երբ, ասի, այն որ դուք վիրահատում եք ես, որ ես ձեր կողքից գալիս նայում եմ, ձեռագիր է դա, եւ ես ինչ որ բան այդտեղից եմ վերցրել, ինչ որ բան այլ մասնագետից փորձել եմ ձևավորել իմ ձեռագիրը, իմ ոճը, իհարկե դրան գումարելով մեր գիտական բազա, գիտական ամփոփել եմ, իմ կարծիքն եմ կազմել տարբեր մասնագետների, թեկուզ իրարամեժ կարծիքները, ինձ դա է շատ օգնել։ Նույն պատկերացնենք միջազգային հարթակներում, որ հանդիպումներ ենք ունենում, ես ամենաշատը, այսպես ասած, ձգտում եմ հանդիպեցնել թեկուզ իմ մեջ տարբեր կարծիքներ ունեցող նույն հարցի շուրջ մասնագետների առաջատար ու իմ մեջ սինթեզեմ իմ մոտեցումը այդ հարցի շուրջ ու երևի ձևավորվել է այլ ինչ-որ բան, բայց երևի բոլորից վերցրել եմ եւ շնորհակալ եմ իհարկե բոլորին։ Դու միշտ պետք է պահես այն նշաձողը, բարձրությունը, որին հասել ես։ Դա երևի թե շատ արդիական է բժիշկների համար։ Օրինակ երաժիշտներից Ֆերենս Լիստը ասում էր, որ եթե ես մեկ օր չնվագեմ, կիմանամ միայն ես։ Եթե երկու օր չնվագեմ, կիմանան նաև քննադատներս։ Իսկ եթե ես 3 օր չնվագեմ, կիմանա ամբողջ Եվրոպան։ Ձեր ասած ցիտատը շատ նաև համապատասխանում է պրակտիկ վիրահատող վիրաբույժին։ Վիրաբույժը միշտ պետք է վիրահատի, գիտեք, այսպեսի հետաքրքիր արտահայտություն կա եւ դա պրակտիկ բժշկության նույն այդ գիտական հանդիպումների ժամանակ դա միշտ շեշտվում է, որ վահանաձև գեղձի վիրահատությունը կարելի է կատարել այն մասնագետին, ովքեր առնվազն 100 վիրահատություն են կատարում տարեկան։ Այդպիսի թիվ են դրել, պայմանական։ Իմաստը այն է, որ միշտ դու պետք է աշխատանքի մեջ լինես։ Հարցը թե բա այն սկսողը ինչպես է 100-ը ստեղծի, պատասխանը հետևյալն է 100 վիրահատություն կատարողից ավել այդ մասնագետի հսկողության տակ պետք է կատարի, ով որ 100-ից քիչ է կատարում։ Այսինքն դրանով ուզում են ասեմ, որ միշտ պետք է բժիշկը, այսպես ասած, ճակերտներով մարզավիճակի մեջ լինի եւ դա դուք նոր ցիտեցիք եւ ես հենց պատկերացրի ինչի մասին է խոսքը։ Դա վերաբերում է նաեւ պրակտիկ գիտական գործունեությամբ այլ երկրների մեր գործընկերների հետ միասին համադրելով սեփական փորձի փոխանակություն բառնել է այստեղ կիրառել է ոչ միայն սովորել, այլ նաև փորձի փոխանակել, այո։ Իհարկե, մենք շատ դեպքերում շատ հարցեր ենք նաև նույն ուսուցիչներին, նույն այդ Ռուսաստանի Դաշնության այդ Սանկտ Պետերբուրգյան իմ գործընկերների հետ, որ ես դե տարեկան առնվազն 2 անգամ մենք հանդիպում ենք, այդպես մենք գրաֆիկ ունենք, այսպես ասած սխեմա կա մեր հանդիպումների եւ բարբերաբար նաեւ ես իմ փորձից եմ նրանց ինֆորմացիա տալիս եւ արդեն այս վերջում նկատում եմ այսպեսի արտահայտություն եղավ, որ պաստորեն կամաց մենք էլ ենք քեզանից սովորում։ Դա իհարկե շատ ողջևորում է
որպես մասնագետ, մյուս կողմից դա նաև իրականություն է, որ մենք որ պրակտիկ ինտենսիվ ակտիվ գործունեության ընթացքում ենք լինում, գործընթացում ենք լինում եւ համապատասխան նաև հաշվի ենք առնում եւ սինթեզում ենք այդ ներպրակտիկայի հետ միասին նաև գիտական եւ տեսական նյութը, եթե ճիշտ սինթեզում ենք եւ դա ճիշտ արտաբերում ենք մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, դա ստեղծում է նոր գիտություն, նոր գիտելիք։ Հենց գիտությունը, գիտության զարգացումը դա պրակտիկան, որը վերլուծվում է եւ սինթեզվում է մտքի, հա? Ու հենց այդպես ստեղծում է դա։ Ու կամաց մենք գալիս ենք դրան։ Դրա համար շատ կարեւոր է, ես միշտ շեշտում եմ, մեկ-մեկ էլի այդպես ասած քննարկումներ որ լինում, ես ասում չի կարող լինել դասատու, ով հերո է կանգնել պրակտիկ գործունեությունից եւ կարող է նա մի քանի տարուց ավել վստահաբար արտահայտություն անի իր ոլորտից ու չի կարող լինել պրակտիկ աշխատող, ով գիտությունից հեռու է կանգնել, բայց լավ վիրաբույժ է, ոչ, նա կամաց դառնում է մենք մեր մասնագիտության մեջ վիրաբույժներս ասում ենք տեխնար, այսինքն լավ աշխատում է, բայց ապագա չունի դա։ Դե ձեռքը պուլսին չի։ Ձեռքը գիտության առաջընթացի պուլսին չի, որտեվ բժշկագիտությունը ոչ միայն զարգանում է մեթոդիկաների, տեխնիկայի զարգացման, այլ ժամանակակից բժշկությունը շատ կարևոր է ժամանակակից բժշկության որակը նաև ժամանակակից այն գործիքների, նոր տեխնոլոգիաների, գիտատեխնիկական զարգացումը միանշանակ արտահայտվում է եւ այդ ամենից հեռու մնալու իրավունք մենք չունենք, հատկապես եթե այդ հնարավորությունը կա, դա միշտ բերել մեր երկիր։ Դուք Ասղի բժշկական կենտրոնում կարելի է ասել ստեղծեցիք էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը եւ ձեր ամեն ասածը, ինչի մասին հիմա մենք խոսեցինք, ընկած է այդ բաժանմունքի այցեքարտի հիմքում։ Ես երևի առիթից օգտվեմ իսկական անկեղծ շնորհակալական խոսքեր արտահայտեմ նաև մեր Ասղի բժշկական կենտրոնի ղեկավարությանը, որովհետեւ տեսեք այդ պոտենցիալ ուժը վերածել կինետիկայի, այսինքն տեսնել միտքը, տեսնել տեղ զարգացման եւ հնարավորություն տալ այդ զարգացման, դա շատ կարեւոր է։ Այդ խնդիր ունեն շատ բժշկական կենտրոններ, որ ունեն մասնագետներ, ովքեր պոտենցիալ բավականին լավ հնարավորություններ կարող են ստեղծել, ուղղակի պետք է ճիշտ հասկանալ, գտնել եւ հնարավորություն տալ։ Եվ այդ ուժը ես զգացի, օգնող ուժը, որ դու սկսի, մենք կանգնած ենք քո մեջքին եւ տվեցին բոլոր հնարավորությունները եւ սկզբում ինչ խոսք, շատ ջանքեր պետք է կան եւ իմ կողմից եւ նրանց։ Նույն այդ սարքավորումների ձեռքբերման իմաստով տեսեք բավականին թանկարժեք սարքավորումներ պահանջվեցին որակյալ ծառայությունը ապահովելու։ Խոսքը գնում է նեյրոմոնիտորինգի մասին, ամբողջ ինֆորմացիան այնպես եղավ, որ Ռուսաստանի Դաշնություն դա մտավ 16 թվականին, ավելի 15 թվականի վերջում ես այնտեղ էի, երբ որ դա սկսվեց, եւ հիմա գրեթե ամբողջ Ռուսաստանի Դաշնության հիմնական կենտրոնները հագեցված են այդ նեյրոմոնիտորինգով։ Եվ Ռուսաստանում հենց առաջի կենտրոնը դա այն կենտրոններ, որտեղ ես աշխատում էի, նեյրոմոնիտորինգի ձեռքբերումը գերմանական կամպանիայից նրանք ձեռք բերեցին, եւ այդ միտքը ես նաեւ արտահայտեցի մեր կլինիկայում։ Դա միանշանակ ընդունվեց, սկզբում մենք կազմակերպեցինք ապրոբացիոն կուրսեր, այսինքն փորձարկումներով, հասկանանք թե մենք ինչքանով կարող ենք դա կիրառենք մեզ մոտ համապատասխան դասընթաց։ Եվ ես կազմակերպեցի եւ ես գնացի մասնակցեցի դրսում եւ նաեւ Հայաստանում էլ մենք կազմակերպեցինք, հրավիրեցինք եւ կամպանիայի ներկայացուցիչներին եւ նաեւ գիտական հիմք տվեցինք պրոֆեսորների հետ միասին։ Հիմա դա ակտիվ եւ լայնորեն կիրառվում է եւ բավականին մեծ արդյունք է տալիս մեր աշխատանքի ընթացքում։ Մենք բավականին իջեցրել ենք մեր բարդությունների քանակը հետվիրահատական, այո, կոկորտի կատվածի, ձայնի հետ կապված, շնչառական խնդիրների հետ կապված միջազգային ցուցանիշներին թեկուզ մի փոքր էլ քիչ է մեզ մոտ, ես վերջին մեր տվյալները ուղղակի վերլուծության ենթարկեցի, այսպես ես պատրաստում եմ զեկույցով հանդես գալ Ռուսաստանում, դա առիթեղավոր ամբողջ այս 2 տարվա մեր փորձը այդ նեյրոմոնիտորինգի կիրառման վերլուծության ենթարկեմ, գիտեք ինչ հետաքրքիր է, ես նաև վերլուծություն եւ դա օբյեկտիվ, adekvat
վերլուծություններ մի քանի տոկոսով մեզ մոտ ավելի ցածր էր, քան միջազգային միջինայցված առաջատար կենտրոնների թվերը։ Դա ողջևորում է իհարկե, եւ նաեւ ուժ է տալիս նոր նախաձեռնությունների, ելի կամ մտքեր միանշանակ ինչը որ տեղի ունենում, ինչը որ սկիզբ է առնում աշխարհում առաջատար կենտրոններում, մենք միանգամից ըմբռնում ենք, վերցնում ենք այդ մտքերը եւ փորձում ենք դա ներդնենք մեր կլինիկայում։ Շատ հարցերով դա ստացվում է։ Դուրը բացվեց եւ դուք մտնում եք վիրահատարան։ Ձեզ մոտ հաստատ ինչ-որ բան փոխվում է, ինչ-որ բան ձեր հետ կատարվում է։ Դուք նույնը չեք, չէ՞, դուրը բացելուց առաջ եւ հետո։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Այս պահին եմ ես մտածում դրա մասին, արդյոք ես նույն մարդն եմ։ Վիրահատարանում հենց վիրատելիս գուցե այլ մարդ եմ, կենտրոնանում ենք ընդհանուր հիվանդության մասին, այն եղանակի, այն տեխնիկայի, աշխատանքի կազմակերպման հետ կապված, փուլերի վիրահատության եւ այդ ընթացքում իհարկե այլ մարդ ենք, որտեղ մտքերը մեր լրիվ այլ տեղում են, ուղեղը, գլուխը լրիվ այլ ձևի է աշխատում, նա այն վիրահատում է եւ այնտեղ ոչ միայն ձեռքերի մասին է խոսքը, այլ հիմնականում մեր գիտակցության եւ ինչի վրա մենք կենտրոնանում ենք։ Իր վիրահատանը միշտ հանգիստ է։ Երբ որ մտնում ես այնտեղ որտեղ որ Վարժապետյանը վիրահատում է, մտնոլորտում ամեն ինչ խաղաղ է։ Նա կարողանում է ճիշտ եւ ժամանակին հստակ կողմնորոշվել եւ առանց ինչ-որ խոչընդոտների կամ առանց ինչ-որ ավելորդ լարվածության իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը։ Վիրահատարանում ինքը իրեն շատ լավ է զգում։ Ինքը անընդհատ ստեղծագործում է վիրաբուժության մեջ։ Վիրահատարանում գիտի իր գործը, շատ գիտուն է, գիտակ, կարդացած, անընդհատ հետաքրքրվում է, անընդհատ նորություններով հետաքրքրվում է, շատ ներմուծում է վիրահատարան։ Կոնկրետ նեյրոմոնիտորինգը որ բերեց, առաջինը ինքը բերեց մեր հիվանդանոց ու դա նաև իր անձնական կապերի հաշվին։ Նայում ես ձեռքերին ու հասկանում ես, որ այդտեղ աստվածատուր ձեռքեր են աշխատում։ Իսկ վիրաբույժի համար կարևորը ձեռքերն են։ Շատ կարևոր է ձեռքերը։ Հա, լավ է որ կարդացած է, լավ է որ շատ գրքերի է տերապետում, ինֆորմացիան գիտի, բայց ձեռքերը վիրաբույժի դա աստվածատուր է Վարժապետյանի մոտ։ Աշխատում է պարզապես կլասիկ ինչ-որ ձեռքեր, նայում ես մատերի աշխատանքին ու պահի տակ չես հասկանում, գնաց աճ, գնաց ձախ, իսկ ինչու գնաց ձախ ու մեկ էլ հոп վիրահատությունն ավարտվեց։ Բարդ ռեգիոններում աշխատում անատոմիական առումով դժվար հարսանելի է, այսինքն, բայց ես կյանքում իրան այսպես խառնված կամ շփոթված չեմ տեսել, ինչը նույնպես ոնց որ իր մասնագիտական հաջողությունների այսպես գրավականներից մեկն է, որովհետև պապան այսպես կյանքում չի մտածում, վայ, ես ինչ մեծ խնդիր է, հիմա ինչ եմ անելու եւ այլն, ասում է, օքեյ, մեծ խնդիր է, ինչի այնքան մեծ խնդիր, ինչն են բարդացնող գործոնները։ Օրինակ կարող ենք ես գործոնները հանել, ինչ որ ձև հեշտացնել, կամ չի բարդանա այլ կերպ, կամ եթե օրինակ մեր ուզած ձևով չստացվեց, ելքը եղավ մեր չուզած եղանակով, այդ դեպքում ինչ պետք է անենք։ Իսկ ինչ է պահանջվում թիմից վիրահատարանում։ Յուրաքանչյուր իմ գործընկեր, հենց իմ թիմի ներկայացուցիչ ունի իր գործառույթը եւ դա պետք է կատարի հստակ։ Երևի հիմնական պահանջը այն է, որ աշխատանքը գնա հարթ։ Այսինքն աշխատանքի ընթացքում ես չկենտրոնանամ այլ հարցերի շուրջ եւ դա ստացվում է, դա արդեն մշակված սխեմա է, ինչպես պատրաստել հիվանդին, ինչ ծավալ է նախատեսվում այս հիվանդի մոտ, հիվանդի հետ կապված բոլոր հարցերի քննարկումը։ Մենք հիմա արդեն մեր կլինիկայում փորձում ենք մշակենք միջազգային ստանդարտների համապատասխանություն, մենք նույն վիրահատարանում վիրահատությունից առաջ էլի մի փոքր վերլուծում ենք, հա, ով է հիվանդը, ինչ դիագնոզ է, ինչ ծավալ ենք նախատեսում, այդ ամենը մի փոքրիկ բրիֆինգով մեր անեստեզիոլոգի հսկողության տակ դա իմիջիայլոց դա միջազգային փորձ է։ Թեկուզ մենք իրար ճանաչում ենք, մենք պետք է հստակեցնենք ով ենք, որտեղ ենք եւ ինչ պետք է անենք եւ վերհիշում ենք ու դա շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է եւ դա ելի եմ կրկնում, դա միջազգային որակի չափանիշների պահանջներից է։ Եվ մենք դա անում ենք ոչ թե պահանջների համար, այլ որ մեր աշխատանքը հարթ եւ կազմակերպված լինի եւ այդ ամենը ապահովում է իհարկե իմ թիմը
հիվանդը ճիշտ տեղում է, հիվանդի հետ կապված բոլոր հարցերը արդեն մշակված են, փաստաթղթաբանական աշխատանքը կազմակերպված է համապատասխան պատշաճ եւ իհարկե հիմնական պահանջը դա հարթ աշխատանքի կազմակերպում է, որ մենք չշեղվենք այլ հարցերի։ Դուք նաեւ ուսուցանում եք։ Այ որտեղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում, ուսուցանելիս թե վիրահատելիս։ Ուսուցանելիս էլ ես ինձ շատ լավ եմ զգում, հատկապես եթե քննարկում են հենց այն հարցերը, որի շուրջ ես նաև ծավալում եմ իմ մասնագիտական պրակտիկ գործունեությունը։ Տեսեք, ես ուղղակի համեմատություն եմ անում, ես հիմա դասավանդում եմ ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ Մենք ընդհանուր վիրաբուժության հիմունքները, որոնք շատ կարևոր են, դասավանդում ենք ընդհանուր, այսպես ասած, արժանահոսությունների վերաբերյալ մոտեցումները, ինչպես արվի, որ վիրահատարանում համապատասխան ճիշտ աշխատանքը կազմակերպվի, հա, ընդհանուր վիրաբուժական խնդիրների շուրջ այդ ամենը։ Դրանք դասավանդում ենք, բայց երբ որ խոսքը արդեն վերածվում է նեղ մասնագիտական հենց այն թեմայի շուրջ, որի շուրջ նաև ծավալում է իմ պրակտիկ գործունեությունը, այդտեղ ես դառնում եմ ուրիշ մարդ։ Ու ես շատ եմ սիրում, օրինակ, ուսանողները նաև այցելում են վիրահասարակ եւ վիրահատության փուլերը բացատրելիս, վիրահատության հետ կապված, հիվանդի հետ կապված բոլոր հարցերը միանշանակ երևի դա մեկ process է՝ վիրահատել եւ դասավանդել։ Եվ դասավանդելը ոչ միայն ուսանողների մասին է խոսքը։ Մենք նաև դասավանդում ենք, եթե այդ բառը համապատասխանում է մեր երիտասարդ մասնագետներին, մեր գործընկերներին, մեզ հետ հավասար մասնագետներին, նաև ուսուցանում ենք իրանցից։ Եվ դա հենց վիրահատարանում այդ գործընթացը գնում է։ Վիրահատարանում օրինակ կլինիկական օրդինատորը թե պրակտիկ գործունեություն կատարելիս, թե վիրահատելիս, թե ուղղակի վիրահատության ընթացքում իմ գործողություններից, թե կոնկրետ ինչ-որ իրավիճակի շուրջ քննարկումից նա սովորում է։ Եվ հենց դա բացատրելիս էլ ես հաճույք եմ ստանում, այո, սովորեցնելուց, որտես ստեղ անցնում է նյարդը, մենք հիմա կատարում ենք այս գործողությունը, եթե գործողությունը կատարենք այստեղից, սա մենք կունենանք այս խնդիրը, հիմա տես ես քեզ ցույց եմ տալիս սա, ու հենց ցույց տալուց, երբ որ ես նույն ուսանողի մոտեցնում եմ այդ կառույցին, հա, որ զգա, հա, դա էլ է հաճույք, բայց դա մեկ գործընթաց է, վիրահատել եւ սովորեցնել։ Առանձին վիրահատել եւ առանձին սովորեցնելը նրանք գոյություն ունեն, բայց հիմքը եւ հիմնականում այդ հաճույքը ես տանում եմ հենց այդ պահին, երբ որ նախ աշխատում ես եւ զուգահեռ դասավանդում ես։ Եվ նույն դասավանդումը ավելի էֆեկտիվ է, եթե դու այդպես ես դասավանդում, եւ նույնն էլ վիրահատելն էլ ավելի էֆեկտիվ է, եթե դու ընթացքում քննարկում ես այն ամենը, ինչի շուրջ որ դու աշխատում ես։ Դա իմ կարծիքն է, ինձ թվում է շատ բժիշկներ կկիսեն։ Ինքն էլ է հաճույք ստանում, երբ սովորեցնում է այն ինչը, որ ինքը սիրով անում է, ամեն օր։ Եվ դրա համար իրեն սովորեցնելը միշտ հետաքրքիր, հաճելի, ինքդ ոգևորվում ես, ինքդ ընդգրկվում ես այդ process-ի մեջ, ավելի հետաքրքրվում ես, ոգեշնչող է ինքը որպես ուսուցիչ առաջնահերթ։ Եվ իր ուղղությունն էլ դրանով հենց գրավեց եւ մենք ձևավորեցինք բավականին այդպես հաջող թիմ, որ մեկ օրգանիզմի նման միասին աշխատում ենք։ Ինչով սկսվեց իմ սերը խիրուրգիայի հանդեպ։ Եղանք վիրահատարանում, երբ որ բժիշկը վիրահատում էր, գեր տպավորված, բոլորս դուրս ենք եկել, ու հավատացիք շատ կարևոր է առաջին անգամ, երբ որ ուսանողը աշխատում է կլինիցիստի հետ, դա շատ կարևոր է։ Տեղից սկսվում է բժշկական ուսանողի ցանկությունը, թե ինչ կուզի հետագայում ինքը դառնալ։ Արթնացրեց իմ մեջ խիրուրգիան, թողեց նման տպավորություն, ու այսօր զբաղվում եմ ես գինեկոլոգիա վիրաբուժությամբ շնորհիվ իրանով տպավորվելու շնորհիվ, թողեց տպավորություն մեծ։ Բոլոր մանրամասն հետաքրքրող ուսանողներին հարցերը տալիս է, հասցնում է տեղը հասցնում ուսանողին ինֆորմացիան։ Եթե կողքից չիմացող մարդը լսի, ինքը հաստատ մի բան կսովորի։ Խոսում է շատ հանդարտ, հարցերին շատ լավ է պատասխանում, հանգամանալից,
ցույց է տալիս պարտադիր բոլոր ուսանողներին բերում ցույց է տալիս, ասենք, երակը, ներվը կամ ենթադրենք այս կարգի բաներ։ Ուսանողները իրան սիրում են, հաճույքով լսում են։ Ինքը իր դասախոսությունները համեմում է նաև ժողովրդական զրույցներով, խոսակցություններով, իր կյանքի աշխատանքային փորձի ընթացքում օրինակներ է բերում, զուգահեռներ է անցկացնում։ Շատ լավ, շատ ջերմ, այդ դրա մասին է ավելի մանրամասն, նա իր հմտությունները, իր գիտելիքները, նաև հաշվի առնել, որ նաև դոցենտ է մեր բժշկական համալսարանում, լիարժեք եւ շատ հեշտ կարողանում է փոխանցել ինչպես մեզ, այնպես էլ իր երկու դուստրերին, ովքեր շատ գրագետ, շատ լավ սովորող են։ Հույզեր, զգացմունքներ, նյարդեր, լարված, ինչ որտեղ նաև սթրես։ Ձեզ հաջողվում է այդ ամենը թողնել աշխատավայրում եւ գնալ տուն։ Հիմնականում փորձում եմ, հաջողում է թե չէ, երևի իմ ընտանիքի անդամները կասեն, իհարկե եւ ընկերները եւ ընտանիքի անդամները, եթե շատ լարված օր ունենամ, նրանք կզգան, ինչքան էլ փորձենք մենք դա թողնել աշխատանքային վայրում, ինձ թվում է մարդես չես կարողանա, մարդը այդպես է ստեղծվել, որ էմոցիաները իր հետ են ու եթե նաև մնացորդային էմոցիաներ են մնում, իհարկե դա կզգան։ Բայց եթե խոսքը գնում է ռուտինային առօրյա աշխատանքում, ինձ թվում է հիմնականում չեն զգա տարբերություն։ Շատ ուշադիր, հոգատար, որոշակի խստությամբ, ինչպես եւ ուսուցիչ, այնպես էլ ընտանիքում, բայց նաև կուզենայի ասել, որ որպես ամուսին եւ որպես զույգ իրենց կերպարը շատ ինձ համար օրինակելի հոգեհարազատ զույգ են իրենց որ նայում ես, տեսնում ես, որ իրենք սերը երբևէ չեն կորցրել։ Ինքը նույնիսկ վիրահատարանում աղջիկների հետ շատ քնքուշ է վերաբերվում։ Հա, զգում ես այդ հայրական գորովանքը աղջիկների հանդեպ շատ ցայտուն երևում է։ Ձեր իրավաբանկինը հասցրել է համակերպվել վիրաբույժիկին լինելու ճակատագրին։ Այո, գիտեք, ոչ թե ճակատագրին, ես կասեի նաև վիրաբույժիկին դա առանձին մասնագիտություն է։ Այո։ Առանձին մասնագիտություն է, որովհետև պետք է հասկանա այն կյանքը, որը վարում է իր ամուսինը, ընդունի դա, իր բոլոր դժվարությունները, հա, որոշ բաներից նաև զրկվի, այն ճոխ ժամանակի ունենալը, լավ պահից հանկարծակի, այսպես ասած, իրավիճակի կտրուկ փոփոխությանը եւ հասկանալ, թե ինչ է կատարվում ընդհանրապես, հա, աշխատանքի վայրում, ընդունի, ինչ որ ուժ տա ոգևորի, դա առանձին էլ եմ կրկնում մասնագիտություն է։ Երբ որ քարերը հավաքելու ժամանակն է գալիս, դուք հասկանում եք, որ այդ հեշտ չլինելը շատ օգտակար է եւ իրականում հեշտ չի եղել, բայց պատվաբեր է եղել շատ եւ այդ հեշտ չլինելու հանգամանքները իրենք արդեն կարծեք թե այսպես հարթվել են, անցել է հեշտ չլինելը։ Իրականում վիրաբույժիկին լինելը բարդ է այնքանով, որ անընդմեջ պետք է ապրես իր հիվանդների, այսպես ասած, հույզերով, իր հիվանդների լավ կամ վատ լինելով, հիվանդների ճակատագրով նաև ինչու չէ, այնպես եղավ, հետո նաև հանդիպում ենք, շատ մենք բարի խոսքեր ենք լսում, եւ այդ հեշտ չլինելը, գիշերները չքնելը, անքուն գիշերները կարծեք թե կոմպենսացվում է։ Այնուամենայնիվ այդ բոլոր այսպես ասած մանր ու մեծ զրկանքներով հանդերձ ձեր երկու դուստրը ընտրել են ձեր ճանապարհը մասնագիտության առումով։ Այո, գիտեք, նրանք հիմա ուսանողներ են մեր իմ սիրելի բուհում, Երևանի պետական բժշկական համալսարանում ամենաաշխարհի լավ բուհան է դա, ընտրել են նրանք, ստիպելու հարց չի եղել, ուղղակի հիմա նաև նրանք ուզում են դառնալ վիրաբույժ, որին ես ինչ-որ փորձում եմ դեմ կանգնել, որովհետև ամեն դեպքում վիրաբույժի կյանքը դա բարդ կյանք է եւ իհարկե մենք շատ հզոր կին վիրաբույժներ ենք ճանաչում։ Ուղղակի որպես ծնող
չգիտեմ, այդ առումով մի փոքր իմ մոտեցումը այլ է։ Փորձում եմ դեռ համոզեմ, որ վիրաբույժ չդառնան, ինձ թվում է կստացվի, որովհետև դեռ երկրորդ, երրորդ կուրսը դա ուղղակի նրանք եկել են վիրասրահ, տեսել են, ոգևորվել են, բայց շատ էլ դեռ առարկաներ կտեսնեն, իսկ բժշկագիտությունը դա շատ մեծ հարուստ աշխարհ է եւ տարբեր ոլորտներ կան եւ տարբեր հնարավորություններ կան մարդկանց բուժել, օգնել, այնպես որ դեռ շատ մտքափոխություններ կլինեն, ինձ թվում է։ Ինքը շատ նվիրված է եւ իր գործին, եւ իր ընտանիքին, եւ իր ընկերներին։ Կարծում եմ շատ օրինակելի մարդ է ինքը իմ համար, քանի որ իմ կյանքի ընթացքում իր տված խորհուրդները ամենաթանկագինն են եղել ինձ համար եւ միշտ ինքը ամեն հարցում ինձ օգնել է եւ ցույցատվել ճիշտ ուղին, դրել է ճիշտ ուղու վրա եւ ինձ համար եղել է ամենա ոգեշնչող պատկերը, ինչի շնորհիվ միգուցե ես ընտրեցի հենց բժշկության ուղին։ Մեզ միշտ մեծի պես է վերաբերվել, ընկերական, այսինքն մենք միշտ հետաքրքիր դիսկուսիաներ ենք ունենում, կարող ենք ինչ-որ այդ թեմաներով զրուցել, այտենց անվերջ բան, ու ոնց որ մենք միշտ ինքը մեր առօրյան հետաքրքիր ձևով էր ամեն ինչ անում։ Որքանով է ձեզ ստացվել, հա, իրենց կյանքում լինել ու վայելել այդ լինելու հաճույքը ձեր երկու զավակներին։ Ես երջանիկ եմ այդ հարցում։ Այո, ամեն դեպքում ժամանակ գտնում եմ, շատ եմ սիրում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, ստացվում է, շատ լավ ստացվում է, կարողանում եմ եւ որպես ծնող խորհուրդ տալ, եւ որպես ընկեր լինել շատ հարցերում։ Մեր հարաբերությունները բավականին, այսպես ասած, պարզեցված են, բարդ խիստ ծնողի դերում չեմ կարողացել լինել։ Մենք շատ, այսպես ասած, ընկերական ֆորմատով ենք շփվում, հա, ստացվում է, ու ես որպես ծնող ինձ համարում եմ շատ երջանիկ ծնող։ Հայրիկի հետ միշտ սիրել ենք զբոսնել, ինքը իր կյանքից տարբեր դեպքեր էր պատմում, ես միշտ համեմատում էի դեպքերի իմ հետ եւ որպես խորհուրդներ ինքը շատ լավ խորհուրդներ է ինձ տվել այդ զրույցների ժամանակ, ամենատպավորիչ զրույցներն են եղել իմ համար, իրար հետ միշտ մենք եղել ենք անկեղծ, ընկերական, միշտ ինքը կիսվել է իր խնդիրներով, նույնիսկ եթե ես բավականաչափ մեծ տարիքի չեմ եղել, ինքը ինձ վերաբերվել է որպես շատ հասուն մարդ եւ հենց դրա շնորհիվ իմ մեջ զարգացել է այդ մտածելակերպը, որ պետքա միշտ դեպի առաջ նայել, միշտ պետքա մտածել հասուն, չնայած տարիքին, պետքա միշտ գնալ դեպի առաջ եւ համեմատվել միայն մեր անձի հետ, անցյալում, այսինքն ոչ թե ուրիշների հետ, այլ ինքներս մեր հետ։ Իսկ ձեր կինը կարողացել է ստանալ իր հասանելիք սիրո չափաբաժինը։ Կարծում եմ, հա, ամեն դեպքում ես ձգտել եմ, որ ապահովեմ դա։ Ես մի դեպք պատմեմ, երբ որ դեռ երիտասարդ տարիներին ինքը մի անգամ քայլում էինք, ասեց դու շատ գեղեցիկ ես, ասեց պետք է տաղանդավոր նկարիչ լինի, որ քեզ կարողանա նկարել։ Ես շատ շոյվեցի եւ ամեն անգամ երբ հիշում եմ, շատ հույզով լցվում է սիրտս եւ հասկանում եմ, որ ինքը անկեղծ ասեց այդ պահին եւ դա տարիների համար բավարար է, որ ես հասկանամ, որ ինքը միշտ իմ կողքին է եւ զգում եմ իմ կողքին լինել։ Ընկերներին ընտրում ենք մենք, սակայն լավագույններին պահում է ժամանակը։ Այդ առումով ձեր ցուցակը շատ է խմբագրվել ընկերներին։ Այո, գիտեք, ընկեր հասկացողությունը իմ համար առանձին գաղափար է եւ ընկեր ասելով մենք պետք է հասկանանք այն մարդուն, ում հետ որ կուզենաս կիսվես, ում օգնության կարիքը կզգաս դժվար պահին, ում հետ հաճելի է ժամանակ անցկացնել եւ ինչ թեմայի շուրջ քեզ հաճելի է քննարկել այդ ընկերոջ հետ։ Այստեղ կդասակարգվեն այդ վերջի ցիտատի շուրջ ընկերները, հա, այսինքն դպրոցական ընկերներ, հա, աշխատանքային ընկերներ, ընդհանրապես կյանքի ընկերներ, շատ է խմբագրվել, իհարկե կան հիմնական ընկերները, ում հետ մշտապես հաճելի է ժամանակ անցկացնել, հիմնականում, այսպես ասած, եթե բացառենք դասարանի ընկերները, որոնց հետ կապը ես պատեն 30 տարի չեմ խզում եւ շատերի հետ
անկախ մեծ տարածություններից պահպանում եմ։ Ես հիմնականում իմ ընկերներության շրջապատը, այսպես ասած, բժշկական է։ Երևի աշխատանքային առումով է դա ստեղծվել եւ մշակվել այդ ընկերությունը։ Իհարկե ունեմ նաեւ ոչ բժիշկ ընկերներ ու մեծ բարբերաբար ժամանակ եմ անցկացնում ու մեծ հաճույք։ Մի հանդիկ փիլիսոփա ասել է, որ ամեն անգամ, եթե դու ուզում ես օգնել ինչ-որ մեկին, պարզապես արա այդ եւ մտածիր, որ Աստված ինչ-որ մեկի աղոթքներին պատասխանում է հենց քո միջոցով։ Այ բժշկի մասնագիտությունը ամեն րոպե տալիս է այդ հնարավորությունը եւ ձեր հիվանդների սերը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով ամեն օր աճում է։ Շատ եմ փորձում նաեւ օգնած լինեմ, շատ դեպքերում փորձում եմ նաեւ հասկացված լինեմ, որովհետեւ շատ մեր անելիքները, շատ բաներ նաեւ մեզանից կախված չեն։ Իհարկե մեծ հաճույք է օգնել մարդուն, հենց այդ տեզիսի շուրջ է ձևավորվել իմ ցանկությունը բժիշկ դառնալու։ Այսինքն ինչի եմ ես ձգտել, ես բժիշկ եմ որոշել դառնալ փոքր տարիներից, այսինքն դպրոցական երևի 5-րդ, 6-րդ դասանից։ Այդ ժամանակ տիրում է մեր մեջ ռոմանտիկան, այո, եւ իհարկե խոսքը առաջերտին գնում է մարդու օգնելու ցանկությամբ եւ իհարկե դրա շուրջ է այդ ամեն ինչը ձևավորվում։ Միանշանակ մենք ու դա մնացել է օգնելով մարդկանց ես անձամբ հաճույք ստանում եմ։ Ես շատ վատ եմ զգում, երբ որ չեմ կարողանում օգնեմ կամ առաջանում են այլ խնդիրներ, դժվարություններ, երբ որ այդ հարցում ես ինչ-որ չափով կարող է նաև թերանալ, խոսքը գնում է ֆինանսական խնդիրները հիվանդներին օգնելու հարցում, դա ոչ միայն մեր երկրին բնութագրող հարց է, այլ ամբողջ աշխարհին բնութագրող հարց է, բայց հնարավորության սահմաններում փորձում եմ իհարկե օգնեմ։ Մենք բոլորս մահկանացիներ ենք եւ ունենք մեր ուժեղ ու թույլ կողմերը, մեր փոքրիկ թերությունները։ Այ կամ մի բան, որ ձեզ խանգարում է, մի փոքրիկ թերություն բնավորության մեջ։ Հա, ընդհանրապես թերություններ, ինձ թվում է բոլորս էլ անթերի չենք, ես երևի ավելի շատ խիստ լինեմ իմ նկատմամբ, թերություններ շատ ունեմ, հիմա փորձեմ թվարկել, կարող է չկարողանամ։ Երևի ինքնակննադատությունը ինձ մոտ չի ստացվում, դա իմ մեջ է, հա, բայց իհարկե շատ կան։ Ես հաստատ նույն այս աշխատանքային առումով ինձ խանգարում է շատ, երբեմն ես ծուլանում եմ եւ շատ անելու բաներ կան, որ կարող եմ անեմ ու ինձ թվում է, եթե մի փոքր այդ ծուլությունը չլիներ, ես աշխաշուր կտայի, որովհետեւ մտքեր շատ կան, անելիքներ շատ կան, որը որ ես կարողանամ անեմ, բայց այդ ծուլությունը մի փոքր ինձ չի թույլ տալիս դա անել։ Պարոն Բաժապետյան, իսկ երբ է լինում օրվա ավարտին գոհունակությունը ձեզնից։ Շատ դեպքերում, երբ որ առօրյա աշխատանքում այդ օրը ինչ որ մի բան հետաքրքիր եւ տարբեր եղավ, այսպես ասած, հատկանշական տարբեր։ Այսինքն ես հասկացա, որ այս մի բանը արեցինք հետաքրքիր ձևով եւ մեզ մոտ դա շատ լավ ստացվեց եւ ես շատ, այսպես ասած, բավարարված եմ լինում։ Պարոն Բաժապետյան, ես շնորհակալություն եմ հայտնում շատ հետաքրքիր զրույցի համար։ Ուսած որ մեր երեկոն ավարտվեց եւ երևի թե երեկոյի ամենավերջին հարցը, հա։ Համարում եք, որ սերն է պատասխանը, անկախ նրանից, թե որն է հարցը։ Այո, ես համաձայն եմ, համամիտ եմ, միանշանակ խորը հիմք ունի ձեր արտահայտությունը, դա նշանակում սերը ամեն ինչ կբուժի, ցանկացած հարց, դա նշանակում է ցանկացած խնդիր դնել, ցանկացած ինչ-որ անելիք սпасել եւ իհարկե այդ ամեն ինչը կարելի է պատասխանել սերով։